Բարև ձեզ իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, դիտորդներ, ձեզ հետ Ծովին Արվեդայական հոգեբան և տարոլոգն է։ Այսօր ես տարոյի հետ կապված ուզում եմ խոսել շատ կարևոր մի նրբության մասին, մահերի հետ կապված, Ընդհանրապես տարոքարտերում մահերի հետ կապված ինչպես են տարոլոգները զգում, որովհետև հեշտ չի, տարոքարտերով հասկանալ, թե մարդը ողջ է, թե մահացած։ Ամեն մի ընթերցող ինքը պետք է կարողանա բախվի մարդու հետ, որ հասկանա կամ ճիշտ էներգիան վերցնի, որ հասկանա։ Երբեմն կարող եմ ասել, որ գիտեք ինչն է հետաքրքիր, որ մահվան հանգամանքները պարզելու, այստեղ խնդիրներն են, երբ մարդ քեզ դիմում է ուզում է իմանալ այս կամ այն մարդու մահի հետ կապված կամ նշանների հետ կապված, ինչպես է դա ստացվել եւ այլն, որ մարդը մահացել է, ինչից է մահացել։ Ես բացահայտումները շատ եմ արել եւ մահվան պատճառները ինձ մոտ բավականին որպես էփված տարող ճիշտ է դուրս եկել։ Սա բավականին շատ դժվար խնդիր է, քանի որ նույն քարտերը այստեղ կարող են ցույց տալ ինչպես մահը, այնպես էլ մարդու կյանքին դժվարին պահերը, որոնք մարդ կարող է հանդիպի իր կյանքի պահին։ Այստեղ ավելին տարբեր խաղաքարտերի տուփերում այս հարցը տարբեր կերպ է լուծում, որովհետև քարտերը տարբեր հեղինակներ ունի եւ օրակուլներ ունի եւ մարդիկ պետք է հասկանան։ Օրինակ, դասական կլասիկ Rider Waite-ի տարոյով կախաղան, ժերտվայի քարտը 12-րդ արկան է, որտեղ մենք տեսնում ենք կախաղան բարձրացած մարդի մահը, այսինքն դևը, աշտարակը լուսինը, դատաստանը, սրերի քարտերը, Այստեղ տասնյակը սրերի ամենից հաճախ ցույց են տալիս մահը։ Եկեք ավելի մանրամասն իրար հետ քննարկենք տարբեր արկանա քարտերի հետ կապված, մահվան եւ մահվան պատճառների առումներով։ Օրինակ, հիմարի քարտը, դուրակ քարտն է զրոն, կարող է ցույց տալ բարձրությունից մարդու ընկնելը, օրինակ մոստից, մարդ կարող է իրան գցել, կամ կարող է անսպասելի վթար լինել։ Թվագիտության մեջ ես, որ հաշվում եմ դուրակ քարտի հետ կապ ունի, այսինքն 22 թվանշանների մասին է այստեղ խոսքը, որտեղ երկուսին գումարում ենք 2 անում է 4, հենց ինքը դուրակի քարտն է, 0-րդ արկանը, Rider-ի համակարգում, եւ այստեղ կարող է ցույց տալ իրոք մեքենայի վթարը թվագիտության մեջ, որը լինում է բավականին անսպասելի։ Մահվան արկանայի հետ համատեղելիս այստեղ այն ցույց կարող է տալ նաև ինքնասպանության մասին։ Կախարդ քարտը վերխովնայա ժրիցան այստեղ նույնպես կարող է ցույց տալ մահ ամենից հաճախ ինքնասպանության, այսինքն մարդը կամ ինքը կամավոր է որոշում, վերջ տալ իր կյանքին, հատկապես երբ մահվան կամ աշտարակի արկանա քարտերն են մեծ լինում։ Արկանա քարտերը ընդհանրապես մեծ, իրենցից շատ բան են ներկայացնում, որովհետև դու պետք է կարողանաս ճիշտ ընկալես, ճիշտ ինֆորմացիան ստանաս եւ ճիշտ մատուցես։ Օրինակ, գերագույն քրմուհին, եթե գերագույն քրմուհին եւ աշտարակը ընթերցման մեջ մենք տեսնում ենք հայտնվել են, հակառակ կողմում կարող են կասկածվել կանխամտածված սպանության մեջ։ Իմպերատրիցան կայսրուհին, հակառակն է, այսինքն կայսրուհու հետ եթե լինում է մահ քարտը, ստեղ ազդեցություն է եղել երկրորդ մարդու միջոցով։ Դա կարող է լինել նաեւ մահ ծննդաբերության հետ կապված, այսինքն ծննդաբերության ժամանակ կայսրը, իմպերատորը 4-րդ արկանը կարող է նշանակել սրտի խնդիրներ, հերոսական մահ, չմոռանանք, որ Մարս մոլորակն է, այստեղ հատկապես երբ այն համակցվում է հենց մահվան եւ սուրերի, փոքր արկանների թրերի մեջ ենք ասում,
հնգամյակի արկանների հետ։ Քահանան ինքը մահվան պատճառների մասին ընթերցանության ժամանակ, այդպես կարելի է ասել, հա, որ ինքը կարող է բերել մահ ծերության ժամանակ մարդուն, իսկ եթե այն հակադարձ է, պլյուս հետասաչիտանյակը, այսինքն կողքի քարտը մահ քարտն է, դա կարող է լինել կրոնական կամ ծիսական սպանության մասին, որ ես վերջերս տեսել էի։ Սիրահարների քարտը նշանակում է սպանություն խանդի պատճառով։ Կալեսնիցան քարտերի պատկերը եւ այստեղ իմաստը նշանակում են վթար կամ մահ տեղափոխման ժամանակ։ Ուրեմն հակառակ կարգը, երբ թարս է դուրս գալիս արևի հետ, հա, դա կարող է նշանակել կայծակի հարված, մինչդեռ հակադարձ կարգ, եթե գումարում ենք սուրերի, հա, թուր քարտերն են, միջի, ստեղ արդեն անհեթեթ մահի մասին է խոսքը, հա, մանավանդ որ հիմար քարտն է այստեղ լինում, իսկ սուրերի 7 համադրությունը դա կարող է նշանակել մահ, ուժը երբեմն նաև դա կարող է նշանակել մահ հարձակման կամ չարից մեծ դոզայի հետևանքով։ Ուժ քարտը մեջ քարտերի հետ այստեղ սուրերի, հա, քառյակում, դա կարող է համադրվել եւ դա կարող է նշանակել մահ քաղցկեղից։ Ատշելնիկ քարտը, եթե մենք նայում ենք, նշանակում է բնական մահ, հենց ծերության ժամանակ մարդ կարող էր մահանալ, երբեմն ինքնասպանություն։ Իսկ Բախտյանիվը, եթե աշտարակի բաշնյայի հետ է լինում, ամենից հաճախ դա նշանակում է վթար կամ վթար հատկապես, երբ այն համակցվում է աշտարակի արկանայի հետ, բաշնյայի հետ։ Արդարադատության քարտը այստեղ նշանակում է սպանություն կամ մահապատիժ, սրերի, այսինքն 9 միջեի հետ դա եթե լինում է կողքի քարտը 9 միջեի մահ հիվանդությունից, իսկ եթե ժերտվա քարտն է զոհաբերության, պայվեշնին այստեղ արդեն բնականաբար կարող են առաջացնել ասոցիացիաներ խեղդման, ինքնասպանության կամ խեղդել են, հա, եւ այստեղ ընդհանրապես կարող է նաև դա նշանակել բռնի մահի մասին, հա, насильственная смерть են ասում, հատկապես երբ համակցվում է սատանայի կամ մահվան քարտի հետ։ Կախական բարձրացած մարդու զոհի քարտը 12-րդ մեծարկանը, եթե կարգի հետ է համադրվում, խորհրդանշում է դժբախտ պատահարի մասին, իսկ եթե ուժ քարտի հետ է, դա մահ հիվանդությունից է, իսկ եթե մահվան արկանան է կողքը մեծ, պլյուս այս քարտի հետ հնարավոր է, հա, ուրեմն հիվանդությունների հետ կապված լինի եւ կարող խորհրդանշել ինչպես բնական մահ, այնպես էլ մահ հիվանդությունից կամ համաճարակից։ Խաղաքարտերի մնացած մասը ստեղ պետք չի, հա, հաշվի առնեն մարդիկ, որտեղ ամեն մարդ չի, որ սա կարող է հասկանալ, օրինակ, եթե մահն է եւ ինչ-որ տուզ է կողքը, հա, եւ մահ քարտն է դուրս գալիս, սուրերի ասպետի հետ կամ սուրերի տասնյակի հետ, պլյուս մահնահետները գավազանների տասնյակի համադրության հետ ցույց կարող են տալ մարդու մահ։ Մահը արդարադատության սպրավետլիվոсть քարտի հետ հաճախ կարող է ցույց տալ մահ վրեժխնդրության հետ կապված։ Եթե արդարադատությունը, հա, արդարությունը հակադարձ է, դա ցույց կարող է տալ մահապատիժ կամ զոհ կարող է լինել մարդը գերության կամ պատանդի իրավիճակում։ Մահը եթե հակադարձա հենց ժերտվա քարտի հետ, հա, 12-րդ արկանի հետ, սխալմամբ ստեղ սպանություն կարող է տեղի ունենալ, մահը եթե այստեղ հակադարձա դեպ սպանության քարտի հետ, ստեղ անդամահատում կարող է լինի եւ մահը եթե հակադարձա աստղ քարտի հետ, ստեղ խեղդման մասին է խոսքը։ Իսկ եթե մահը լուսնի քարտի հետ է, ստեղ խեղդումի մասին է խոսքը, եթե արևի հետ է մահը,
անհապաղ, միանգամից է մահը։ Իսկ եթե перевернутый հակադարձ բաշնյայի հետ է, այստեղ բավականին այնքան էլ լավ հետևանքներ չի լինում, խեցգետնի մասին է այստեղ խոսքը։ Եթե մահը գավաթների տուզի հետ է, հետևանքը մահի բավականին հետաքրքիր քարտ կարող է լինել, երրորդ քարտը 9 միջիը, եւ այստեղ ինքնասպանության մասին դա կարող է խոսել։ Եթե մահն է եւ 13-րդ արկանը, դեսյատկա միջիը, հա, էլի մահի մասին է խոսում, ստեղ պլյուս անենք խոսքի օրինակ, դա կարող է խոսի բռնի, էլի, насильственная смерти մասին, մահի։ Եթե մահը 6 ժեզլովի հետ է, ստեղ սրտի կաթված կարող է լինել կամ նաև վթար կարող է լինել, հա։ Եթե վերխովնայա ներողություն վերխովնայա ժրիցան չէ, իմպերատրիցա քարտի հետ է, միրի հետ, այստեղ սրտի կատված կամ կատված սուրերի քարտերը կարող է ցույց տա տուզը, հա։ Եթե սուրերի տուզն է պլյուս մահը, քարտը պլյուս գավաթը, այստեղ մահ կարող է լինել վիրահատության ժամանակ։ Ընդհանրապես զսպվածություն պետք է լինի, զսպվածություն ինքը զուգորդված է դատաստանի եւ սատանա քարտի հետ, 15-րդ եւ 20 արկանները, որոնք ցույց կարող են տալ մարդուն մահ ջրից, հեղուկից կամ ինչ-որ խեղդումից, սատանա պլյուս մահ։ Սատանան եւ բուրակ քարտը, եթե դուրս է գալիս մահ սպիդից, սատանան կարող է նաև ցույց տալ, որ անձը մահացած է եւ սատանան սովորաբար կարող է հայտնվել քարտում խորհրդանշելով հանկարծակի մահի մասին, որը պլանավորված սպանության մասին է խոսում, հրազեն, մահ կամ սեռական ինչ-որ բռնաբարությունների տեսքով հարաբերությունների ժամանակ կամ այլասերվածության հետ դա կապ ունի։ Երևի կհիշեք այդպիսի դեպք Դուբայում մի ռուս աղջկա, ինչպես էին փորձել, որ իրեն սպանեին վերջում, բայց բախտը բերել էր։ Երբ այս քարտը համակցվում է հակադարձ չափավորության հետ, դա կարող է խորհրդանշել մահից առաջ տանջանքներ, կարող է եղած լինել դա սատանան է, եւ խոսքի օրինակ պիծորկա միջիը, որի մասին ես երեք խոսել եմ։ Սատանան թրերի հետ, հա, խոսքի եթե արքան է, Պարոլ միջի, այստեղ տղամարդու հետ կապված насильственная смерть, այսինքն անհեթեթ մահի մասին է խոսում, որ ավելի լավ է լռել։ Եթե բաշնյան է մահ քարտի, դա նշանակում է խոսքի օրինակ թրերի քարտը, եթե հա կա հետը տուզը, ամենից հաճախ դա կարող է խորհրդանշել մահ, մարդու ռասկլադում, եթե մարդը դեռ ողջ է զգուշացնես։ Բաշնյան նաև խորհրդանշում է մահ կայծակից, էլեկտրականությունից, բարձրությունից ընկնելուց եւ վթարից, նաև պաժարներից, հրդեհներից։ Եթե աշտարակ քարտը կարգի հետ է կամ դվոյկա ժեզլովն է կամ վասьмерка միջեը, հաստե վթարի մասին է էլի խոսում, եթե խոսքի օրինակ 5 միջեի հետ է կամ 2 միջեի հետ, հա, այստեղ հնարավոր է մարդուն պատանդ վերցնեն 8 միջեի հետ։ Եթե 9 միջեի հետ է, այստեղ հնարավոր է մահ մարդուն երկրաշարժից, 6-ի միջեի հետ դա կարող է կապ ունի, որովհետև 6 միջեի դա ճանապարհի հետ կապ ունի, հա, մահ ճանապարհին։ Եթե բախտի անևի հետ է կամ ուժի հետ, այստեղ չափավորություն վթարի հետ է կապված։ Այստեղ քարտը եթե դուրս է գալիս մահի հետ կապված զգուշացում, կարող է կամ եթե մահացած այստեղ ես դու զգում ես սարճելու խնդիր է մահի կամ խեղդվելու հետ կապ ունի։ Եթե լուսինը կապ ունի, ջրում է, անձը բալոտայում, մահացել, սպանությունների հետ կապ ունի, այսինքն դավադրված
մահ ա եղել։ Նաև կարող է լինել կանացի հետ կապված մահ քաղցկեղից կամ ինչ որ թունավորումից։ Մարդուն կարող է թունավորել են, ինչը դուք չեք տեսնում, թշնամիների մասին է խոսքը։ Լուսինը եթե սրերի ասպետի հետ է, այստեղ մահ հարձակումից եւ կռվի ժամանակ կարող է լինել։ Արևը եթե բոլորս գիտենք լավ քարտ է, բայց կարող է հուշել մարդ մահացել է կրակից, որովհետև կրակը կարող է նաև վառել։ Դատաստան քարտը, եթե դուրս է գալիս մարդու ռասկլադի մեջ, խոսքի օրինակ, հա, 7 միջեի հետ, ամեն ինչ հապճախ դա կարող է կապ ունենալ մահապատժի կամ մահ ծեծի հետևանքով, այստեղ խմբակային է մահը լինում։ Միր քարտը աշխարհի 19-րդ, ներողություն 21-րդ արկանը ստեղ, դա եթե տուզի հետ է, բնական է, ցիկլը ավարտել է մարդը կամ կարող է ավարտի մահ, հա, իսկ սրերի 9-ի, 10-ի հետ կապված դա մարդու մահը կխաղանի հետ բարձրացածի հետ համատեղ է կոչվում մահ, եթե դու դա տեսնում ես։ Եթե գավաթներն ենք մենք տեսնում, խոսքի օրինակ տուզը, հա, դա նշանակում է սննդային կամ ալկոհոլային ինչ-որ թունավորում է եղել մարդու հետ, մարդը հենց այնպես չի մահացել։ Եթե դվոյկան է, հա, կուբկովը, դա ենթադրում է, որ մարդու մահը պայմանավորված է եղել նախանձով կամ դժբախտ սիրով, իսկ 4-ը դա նշանակում է, որ մարդը մահացել է եւ обиженность կա ստեղ, հա, ինչ որ մեկը նեղացած է եղել վրեժելուց է։ Իսկ գավաթի 5-ը դա կարող է ցույց տալ, որ մահը տեղի է ունեցել արյան կորստի հետևանքով։ 7 գավաթների երբեմն կարող է այո սուիցիդի հետ կապ ունենալ, ինչպես զոհի քարտն է, ինքնասպանության հետ, թունավորման հետ։ Գավաթների 10-ը երբեմն կարող է նշանակել մահ, այսինքն մարդը գտել է իր վերջնական հանգրվանը, եթե թրերի տուզի միջեը կա, մյուսը կա եւ մյուսը կա։ Հա, դուս քարտերը սովորաբար կարող են ցույց տալ սպանություն սուր առարկայով, հա, եթե միջեին է, կամ ինքնասպանություն երակների կտրում, սրիչով, դանակով եւ այլն։ Սրերի երեքները նաեւ կարող են ցույց տալ սպանության սրտին հարված։ Սրերի 4-ը հաճախ կարող է ցույց տալ, որ մարդը մահացած է, հատկապես աշխարհի քարտի հետ, 21-րդ մահվան եւ գավաթների 8 քարտերի հետ համատեղ։ Ամենավատ քարտերից մահվան հետ կապված դա պիծյորկա միջեին է, 5 սուրը, հա, թուրը։ Քարտը ինքնին հաճախ կարող է ցույց տալ, որ մարդը մահացած է, այսինքն մահը կարող լինի թշնամու հետ կապված, օրինակ, պատերազմների ժամանակ բավական դաժան մարդու մասին է, բազմաթիվ վնասվածքներ կարող է լինի վրան, կապտուկներ կարող է լինի, սա կարող է լինել նաև սպանություն կամ վթար, օրինակ, բարձրությունից ընկնելը, ծանր վնասվածքներ ունենալը, բռնաբարության վնասվածքով, այստեղ խմբակայինի մասին է եղել խոսքը։ Նաև կարող է ցույց տալ մահ էլեկտրականությունից, սրտի կաթվածից կամ ինքնասպանության հասցնելը մարդուն։ Այս ատելության քարոզներն անում են, հա, եւ այլն, բոլորդ գիտեք։ Սրերի 6-ը կարող է խոսալ մահի հետ կապված, եթե հայտնվում է մարդու ռասկլադի մեջ, այստեղ կարող ենք ասել, որ մարդը հավանականությամբ մահացած է, կամ կարող ենք ընկնել կոմայի մեջ եւ հետո մահանալ, որտեղ քարտը նաեւ ցույց կարող է տալ, չմոռանանք, նավով են գնում, այնտեղ մի փոքր ջուր կա, հա, մարդը կարող է խեղդվել հենց ջրից, մահը ջրի հետ կապ ունի, կամ հեղուկից ինչ որ։ Իսկ սրերի 7-ը այստեղ բավական մի քիչ դժվարացնում է գործը, բայց եթե էփված տարող ես, պետք է հասկանաս, որ 100% ցույց է տալիս մարդու մահը, իսկ ով քեզ դիմում է, կարող է փորձի խուսափի, ճիշտը ասել։ Սրերի 8-ը, այսինքն այստեղ էլ կա թշնամու հետ կապված ու ուզում են ծածկել, չեն ուզում, որ խորամանկորեն են ամեն ինչ արել։ Սրերի 8-ը դա որպես մահվան պատճառ այն կարող է ցույց տալ մահ գերության մեջ։ Բոլորս գիտենք, որտեղ խոշտանգել են մարդուն,
բազմաթիվ վերքեր կարող է հասցրած լինեն, նույնպիսի բաներ կարող է լինի, ծիծաղած լինեն, որ են նվաստացրած կան, հա եւ այլն, կամ անձը մահացել է հիվանդությունից կամ երկար ժամանակ հիվանդ է եղել մահից առաջ, իսկ սրերի 9 ինքը բավականին նվաստացուցիչ քարտ է մահի հետ կապված, այն կարող է նաև հատկապես կապ ունենալ դաժան սպանության հետ, եթե այստեղ դուրս է գալիս կողքը, հա, բաշնյա քարտը համատեղված, այսինքն նաև կարող է լինի բարձր շենքից ցատկ, մարդը իրան գցած լինի, հասցրել են դրան, սրերի 10-ը դա նշանակում է, որ մարդը այլևս կենդանի չէ, կամ եթե դու տեսնում ես դեռ ողջ ես, զգուշացնում ես, որպեսզի զգույշ լինի, որովհետև վտանգ կա մահի, ամենից հաճախ այն սպանությունն է մարդը կարող է ենթարկվել սպանության, բայց կարող է նաև նշանակել հանկարծակի բնական իր մահով կարող է մահանալ, բավական անսպասելի, ամենից հաճախ այն կարող է մարդը սպանության ենթարկվել, բայց կարող է նաև նշանակել հանկարծակի բնական մահ, որովհետև սրերի 10-ը եթե համադրված լինի կողքի քարտը, ձյավը քարտի հետ, սա մահ չափից մեծ դոզայից, օրինակ նարկոտիկից կամ լյարդի ցիրոզից, սրերի թագուհին կարող է ցույց տալ, որ մարդը կամ գլխի կամ դեմքի վնասվածքներ կարող է ստացած լինել կամ նրա կոկորդը կարող է կտրվել կամ կտրել են, հաճախ դա սրերի արքան նաև կառոլմի չէ, բավականին էլի դաժան է, հաճախ դաժան սպանության մասին կարող է խոսել բավականին սառը գլխով են անում բազմակի վերքերի հետ կարող է կապված լինել, իսկ տուզ հնգյակները այստեղ հնգանկյունների տուզը կարող է նշանակել մահ ձեռքով կամ խեղդամահ հետևանքով կամ կրակոցով, եթե ժեզլն է մեկ հարվածով, ինչ որ բան, որը տեղի ունեցել մեկ անգամ, բայց որը հանգեցրել է, հա, մահվան, օրինակ, մարդուն հրել են, ընկել է, հարվածել են, եւ ինքը մահացել է, հնգյակների հենց երկրորդ քարտը կարող է նաև նշանակել մահ ջրի տարերքից, 5-րդ քարտը նշանակում է մահ ցրտից, աղքատությունից, 6-րդը դա մահ փողի հետ կարող է կապված լինի, վարակիչ ինչ-որ հիվանդության պատճառով, 7-րդը դա հաճախ ինքնասպան են լինում, իսկ 8 գավազանների դա նշանակում է աշխատանքի վայրում կարող է տեղի ունեցած լինի վթար կամ մահը այնտեղ է կատարվել, իսկ գավազանների 10-ը այստեղ երբեմն կարող է նշանակել մահ, այսինքն մարդը կարող է գտել իր վերջին հանգրվանը գավազանների, հա, տուզը այստեղ, երբեմն կարող է նշանակել պաժարի հետ, խոսքի հետ, ծխի հետ կարող է կապ ունենա, հա, ածխածնի կամ մոնոքսիդի թունավորման հետ կարող է կապ ունենալ, իսկ գավազանի 5-ը դա նշանակում է հանկարծակի անսպասելի մահ, այսինքն կռվի ժամանակ, հա, ավտովթարի, սրտի կաթվածի, պայթյունի ժամանակ, իսկ գավազանների 7-ը նշանակում է մահ կռվի հարձակման ժամանակ, որտեղ միգուցե մարդը պաշտպանվել է, եւ այն կարող է նշանակել հրազենային վերքերի մասին կամ մահ կրակից, բռնաբարության հետ բավականին շատ կապ ունի, բավական ագրեսիվ, իսկ գավազանների 10-ը նաև կարող է վկայել մարդու ողնաշարի, հա, որովհետև բեռն է, շատ ծանր է տանում մարդը, որպես մահվան պատճառ, մեջքի հետ է կապված ողնաշարի, իսկ գավազանների ասպետը սիրելիներս հաճախ ցույց կարող է տալ, որ անձը մահացել է բութ առարկայի հարվածից, այսպես, օրինակ, դա կարող է լինել ինչ-որ խոսքի օրինակ մեծ գործիք, օրինակ չագուչի, այդ կացին են հակառակ կոթով, ասեն, գլխին կարող են տալ, մարդը մնա տեղում, այսպիսի բաներ կա, որ ամեն մարդ ձեզ չի բացատրի, սենց բավականին գլոբալ, որպեսզի դուք հասկանաք, տեսնեք, այս ամեն ինչը իմանաք, այդ դրա համար ես բացահայտումները բավականին ինձ մոտ ստացվում են, ինչու որովհետև ես բավականին շատ ինֆորմացիա ունեմ, այստեղ մենակ ճիշտը այն է, որ դու պետք է կարողանաս ճիշտ մատուցել իրականությունը քո հետևորդին, բավականին շատ լայնածավալ ես խոսեցի այս մասին, որովհետև
Այս մասին մենակ այսպիսի ինֆորմացիա ես կարող եի տալ իմ հետևորդներին, այն մարդկանց, ովքեր դեռ անգամ սկսնակ են, չգիտեն տարուն ինչքան գաղտնիքներ է պարունակում իր մեջ։ Այսքանով ես ավարտում եմ իմ աշխատանքը և կարծում եմ բավականին շատ է հետաքրքրելու և ոգևորելու ձեզ իմ այսպիսի աշխատանքները, որովհետև այո, միայն ես կարող եմ այսպիսի ինֆորմացիա տալ, որպեսզի մարդիկ հասկանան, թե ես ինչպես եմ կարողանում հասկանալ, թե ինչպես եմ ես այսպես կարողանում ճիշտ մեկնաբանել տարոքարտերի ինֆորմացիաները սիմվոլներով։ Այսքանով ավարտում եմ ես իմ աշխատանքը ձեզ հետ, ունենաք հարցեր կարող եք դիմել Իննարա Գրիգորյան, տարոլոգ, ռունոլոգ և թվային հոգեբան։ Լավ եղեք, հաջողակ եղեք և երջանիկ։ Ձեզ հետ Իննարա Գրիգորյանն էր։ Ցտեսություն։